օրը ուր պար կրկնում ենք։ Այսօր մայիսի 31 օրը Յուր տարվա եղանակներից որ եղանակն է հիմա։ Այսօր տարվա եղանակներից կարում է։ Շատ ապրեք, իսկ գիտեք այսօր Արնան վերջին աշխատանքային օրն է։ Վաղը մայիսի 31-ն է, իսկ հունիսի 1-ին արդեն ամառն է սկսվում, որը լինելու է երեխաների տոնով, երեխաներ։ Շաբաթ ունի 7 օր, 2 շաբթի, 3 շաբթի, 4 շաբթի, 5 շաբթի, ուրբաթ, շաբաթ, կիրակի։ Այսօր շաբաթվա օրերից որորն է։ Ուրբաթ է, ճիշտ է։ Շատ ապրեք երեխաներ։ Երեխաներ, գիտեք, այսօր երբ եկա մանկապարտեզ, այսպիսի ստուպ էինք հանձնել, որի վրա հաստիագրված է Ախուրյանի Լեոյի անվան մսուր մանկապարտեզի ավագ խմբի երեխաների։ Նա ինչ է գրված։ Ինչ կա այս ստուպի մեջ։ Ինչ կա ծանր է, ինչ որ մի բան կա։ Եկեք բոլորս միասին տեսնենք ինչ կա, հետո նոր կաշտանք վերնամակը երեխաներ։ Օ, միայն տեսնեք ով է եկել մեզ այցելության։ Բարև փոքրիկներ։ Ինչպե՞ս եք։ Բարոդել եք ինձ։ Հիշում եք, որ մենք էլի ենք հանդիպել։ Այո, ես ծաղրածուն եմ երեխաներ և եկել եմ այսօր խնդրանքով և մի նամակ եմ բերել ձեզ, ուզում եք լսել ինչ է պատահել։ Լավ, հիմա կկաշտանք, տեսնենք ինչ է պատահել, որ ծաղրածուն եկել է մեզ մոտ։ Ահա։ Բարև, սիրելի փոքրիկներ, ձեզ գրում են երկիր մոլորակից։ Խավարի հրեշտակները ուզում եք տիրանալ երկիր մոլորակից։ Դրա համար մեզ անիմաց ու խելացի փոքրիկներ են առաժեր։ Հուսով եմ չեք մերժի մեզ և կշտաբեք մեզ օգնության։ Պատրաստ եք օգնության գնալ երեխաներ։ Իսկ գիտեք ինչ է պատահել։ Խավարի հրեշները մեր երկիր մոլորակը ծածկել են, այ այսպես։ Եվ մենք պետք է գնանք օգնության և ազատենք մեր երկիր մոլորակը։ Նրանք գիտեն, որ դուք շատ խելացի եք, պատրաստ եք հասնել օգնության։ Գիտունիկներս։ Մենք գիտունիկ բանիմացիներից չենք վախենում արկեկներից, կարող ենք օգնության հասնել, ընկերներով հաղթանակ տանել։ Շատ ապրեք։ Եզերագնացները թրիչք են կատարում և այստեղից մեզ հետևում է նաև մեր ծաղրածուն, թե մենք ինչպես ենք այդ ամենը անելու։ Հիմա հաշվում ենք մինչև 10 և կատարում ենք թրիչքը։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 Շատ ապրեք, մեր հայրենիքը Հայաստանն է, երեխաներ։ Էդգար ջան, խնդրում եմ, որ
Եվա ջան, շարունակի, ինչպիսին է մեր երկիրը։ Փոքրիկ ինչպես ծրացած մայր, փոքրիկ ինչպես նորածին զավակ, իսկ քարտեզի վրա ընդամենը արցունքի մի կատի։ Շատ ապրեք, իսկ ով է սիրում մեր հայրենիքը, սա իմ երկիրն է։ Չայրով այնպիսի, որ ատանորեն մեղավորեն սրտիզներ, ոչ չգործնեն հանդար։ Այո երեխաներ, մեր հայրենիքը ամենասիրունն է, ամենաչխնաղն է, չնայած նրան, որ մեր հայրենիքը շատ փոքրիկ է, բայց մեր հայազգը այնքան խելացի է, այնքան գիտուն է, որ ամբողջ աշխարհում ճանաչում են մենք, բայց եւ դեռ տարեր շարունակ լինելու են, որ զարմացնենք աշխարհի ժողովուրդներին։ Յուրաքանչյուր պետություն ունի Յուրաքանչյուր պետություն ունի իր տարբերակիչ նշանները, դրոշը, զինանշանը, օրներկը։ Շատ ապրեք, իսկ ինչպիսին է Հայաստանի Հանրապետության դրոշը։ Կանելի ասա տեսնեմ, ինչպիսին է Հայաստանի Հանրապետության դրոշը։ Սուսաննա ջան, դու ասա հələ, մինչև Ալեքսը կմտածի։ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է։ Շատ ապրեք, որոնք են գույները։ Արմին, երկնքից փոխված կտոր մի կապույտ, ասուր ասերի, խույս նարնջագույն, և սիրով հավատի, դրոշ եղագույն։ Շատ ապրեք, իսկ որն է մեր զինանշանը։ Ահա, զինանշանը։ Գրավի ճուպեր, ինչը մայք է պահում իր մեջ, որը շովում է միշտ, որպես ուժի աշխատանքի հավատության խորհրդանիշ։ Շատ ապրեք երեխաներ, իսկ մեր հայրենիքը, չնայած որ փոքրիկ է, բայց ինքը շատ մեծ է մեզ համար, մեր մեծ հայրենիք։ Ասա Լարեկ ջան, մի հատ գեղեցիկ արտասանենք հայրենիքի մասին եւ անցնենք առաջ։ Մեր մեծ հայրենիք, ինչ կա աշխարհում, քեզնից անալի, ու քեզնից սիրում։ Իսկ հիմա բանում են խոսքի, որ մեր սիրում շատ ներվի երկեք եւ որը լսեն մեր Ով է ստեղծել հայերենի տարրերը։ Հայերենի տարրերը ստեղծել է Մեսոս Մաշտոցը։ Այո, ինչի համար մեծ լում ջան։ Այո, ճիշտ է, դարեր շարունակ հայազգը չի ունեցել իր գիրն ու գրականություն, սակայն Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ մենք ունենք գիր եւ գրականություն, որով կարող ենք գրել մեր պատմությունը եւ ապրել դարեր շարունակ։ Շատ ապրեք երեխաներ, իսկ տարրերը քանի տեսակ են լինում։ Տարրերը լինում են երկու տեսակի, ձայնավոր և խաղաձայն։ Իսկ ձայնավոր հնչյունները որոնք են հայերենի։ Ձայնավոր հնչյունները պես են ա, ի, ու, է, օ, ը։ Շատ ապրեք։ Ծել են հանդես, տարրերը երկում են տարրերը մետում են տարրերը հեսպես, բացել են հանդես, տարրերը երկում են տարրերը մետում են, յացին ու մեծ ու երկին
որովհետեւ մենք կարողանանք կազմել շուն բառը եւ քիչ բառը։ Դուք սկսում եք ձեր տարածարաններով աշխատել։ Ձեզ Բարերով կարելի է նախադասություն կազմել, իսկ նախադասություններով կարելի է իրար կպցնել և դարձնել մի փոքրիկ պատմություն, օրինակ շունիկի մասին։ Երկար, կարճ, շատ հաստ, բարակ, աջ, շատ ապրեք, սև, սպիտակ, շատ ապրեք, այսքանն են նախատեսված առաջադրանքները և հաջորդը արդեն ստացանք նախավերջի աստղը, ահա, թավարել ալարուկ է։ Եվ վերջի առաջադրանքը երեխաներ, պետք է ասեք այո կամ ոչ։ Այո։ Ինչ կտեք այո, ինչ այո։ Հիմա լսում ենք հարցերը, ուշադիր լսում ենք։ Ատառը ձայնավորեք։ Այո։ Ձեռքի վրա կա 7 մատ։ Օրը ունի 4 մաս։ Ոչ
Երկիրը կլոր է։ Այո, ժողովուրդը չափում են ջերմաչափով։ Ինչու են չափում երկարը։ Ջերմաչափով ի՞նչ են չափում։ Տարվա ամիսները 10 են, այո։ Ի՞նչ են տարվա ամիսները։ Այսօր ուրբաթ է, ճիշտ է։ Այո, հիմա տավարեցին։ Դուք արդեն վաստակեցիք։ Հիմա կարծում եք տեսնենք ինչ ստացանք երեխաներ։ Ինչ եղավ։ Մենք հաղթանակ տարանք և ազատեցինք մեր երկիր մոլորակը, մեր խելքով և գիտելիքներով։ Շատ ապրեք երեխաներ, դուք ձեր իմաստությամբ փայլեցիք ինչպես արևն է, արևի շող է, որը լուսավորում է մեր երկիր մոլորակը, գավառեցիք։ Հիմա երեխեք, քանի որ դուք արևներ եք, ջերմացրեցիք մեր մոլորակը և լուսավորեցիք արևներ երկով էլ ավարտենք մեր այսօրվա պարապմունքը, հետ վերադառնանք ավարտեցինք, կապրեցինք բոլորը։ Արա, գողեց